Բարև ձեզ, ես Նարեկն եմ Ամիրխանյան եւ մեր գործընկեր Ամունդի Ակբայի հետ շարունակում ենք փողի մասին մեր էպիզոդները։ Այսօր մեր հյուրն է Արշին բանկի ֆինանսական տնօրեն եւ վարչության անդամ Գարեգին Հովսեփյանը։ Գարեգինը նաեւ ամերիկյան համալսարանում դասախոս է։ Գարեգինը զրուցել ենք թե ինչպես են աշխատում բանկերը, խոսել ենք փողի պատմության, փողի հետ վարվելու ճիշտ եւ սխալ կողմերի մասին եւ նաեւ մի քիչ էլ զրուցել ենք ամբիցիաների մասին, թե ինչի պետք է մեծ երազել։ Գարեգին ջան, բարև ձեզ։ Ողջույն Նարեկ ջան։ Ոնց եք։ Լավ, դու ինչպես ես։ Լավ, մերսի շատ։ Մի քիչ բանկերից խոսանք այսօր։ Խոսանք, ամեն օր խոսում ենք բանկերից։ Ոնց եք դուք օթից փող ստեղծում մարդկանց վարկով տալիս։ Բանկերի գործառույթներից մեկն է օթից փող ստեղծելու մարդկանց վարկ տալը։ Իրականում օթից չի, բայց փող ենք ստեղծում եւ դա աշխարհում ընդունված Բայց ոնց է բանկերի process-ը աշխատում։ Process-ը Օրինակ այդ process-ի հետ կապված շատ միֆեր կա, որ տենց կարճ վիդեոներ TikTok-ում, Instagram-ում, որ տենց օթից փող է ստեղծվում։ օթից չի, արի հետ Միքայել էլ հետ գնանք, ընդհանրապես արժեքը ստեղծում է դուք ֆինանսների մի հատ լավ դասախոս եք ունեցել, որ ասում էր արժեքը ստեղծվում է ակտիվային մասում։ Այո։ Հիմա եթե կա նախագիծ, որը ըստ էության կարա իրականացվի եւ արժեք ստեղծի, բայց այդ նախագծին պետքա ֆինանսավորում։ Բանկը այն կառույցն է, որ նայում է այդ նախագծին, համաձայնվում է, որ այդ նախագիծը իրոք պոտենցիալ ունի արժեք ստեղծելու, եւ ասես քեզ վարկ եմ տալիս։ Ու այդ վարկը գրում է ու տալիս է։ Ու հենց այդ վարկ գրելու ու տալու process-ը ստեղծում է փող, որովհետեւ փողն ոչ այլ ինչ է, ինչ վարկ։ Վարկը ոչ այլ ինչ է, ինչ փող։ Բայց ոնց է ինքը ստեղծում։ Որտեղից բանկին այդ փողը։ Բանկին ստեղծում է փողը։ Բանկը գրում է, այդ վարկը ստեղծում է։ Այսինքն այդ վարկը գոյություն չի ունեցել, այդ պրոյեկտը գոյություն չի ունեցել։ Երբ որ պրոյեկտը ձևավորվում է եւ այդ պրոյեկտում կա արժեք, այդ արժեքի դիմաց տրամադրվում է, այդ արժեքը ստանում է դրամական դրսևորում։ Ու բանկերը ինչքան ուզեն կարող են վարկ տան։ Ու ինչքան ուզենով չի, տեսականորեն իհարկե դա սահմանափակ է, բայց իրական միջավայրում կա օրենսդրություն, կան նորմատիվներ, որոնց բանկերը շատ խիստ հետևում են։ Իսկ դա ոնց է կարգավորվում։ Ռեգուլատորը կարգավորում է կենտրոնական բանկի կողմից, վերահսկվում է կենտրոնական բանկի կողմից, կարգավորում է համապատասխան օրենսդրությամբ։ Ինչքան կապիտալ պետք է ունենա ու դրա ինչքան կարող վարկ տա։ Կապիտալի համարժեքության ցուցանիշը Հայաստանի Հանրապետությունում այսօր կազմում է առնվազն 11%, այնտեղ լրացուցիչ հավելումներ կան, հակացիկլիկ բուֆեր, կոնսերվացիոն բուֆեր, սիստեմիկ բուֆեր եւ այլն, այսինքն միջինում մոտավորապես նվազագույն պահանջը 15-16%-ի շրջանակներում է, այսինքն կապիտալի պահանջը, այսպես կոչված capital adequacy ratio, կապիտալի համարժեքության ցուցանիշը առնվազն 16%-ի շրջանակում է, ինչն էլ սահմանափակում է բանկերի կողմից վարկ տալու ունակությունը։ Այսինքն ինչքան վարկ տվեցիր, այդ տված գումարի 16%-ը պետք է ունենաս։ Ըստ էության, այո, պետք է կապիտալ ունենաս այդքան։ Իսկ կապիտալը որտեղից է բանկը ներգրավում։ Կապիտալը ներգրավում է սեփականատերերից եւ նախկինում ստացված շահույթից։ Իսկ ավանդները, պարտատոմսերը։ Ավանդները, պարտատոմսերը դա կապիտալի տարր չի համարվում, դա պարտավորություն է քաղաքացիների հանդեպ։ Բայց նաև այդ գումարը վերցվում է, հետո դրվում է Այսինքն շրջանառության մեջ, այո, բալանսը պետք է հավասարվի։ Այսինքն եւ ակտիվային եւ պարտկային մասը պետք է հավասար լինեն։ Պարտկային մասը դա պարտավորություններն են եւ կապիտալը, իսկ ակտիվային մասը դա վարկերն են եւ այլ տեսակի ակտիվներ։ Եվ այդ երկու թիվը իրար պետք է բռնեն։ Բռնում են։ Բռնում են անպայման։ Այսինքն հենց այդտեղ է ոնց որ համակարգի ռիսկը, որ այդ բանկրան կոչեցյալը, երբ որ միանգամից շատ մարդ ուզում է իր գումարը հանի, բանկը այդ գումարը ֆիզիկապես չունի, հա։ Իրականում դա բանկրան ռիսկը սիմպտոմատիկ է, այսինքն բանկրանը կարա որ խնդրեմ մի հատ կբացատրեք բանկրանը ինչա, որ մեր բանկրանը այն իրավիճակն է, երբ որ մարդիկ ովքեր պարտքով փող են տվել բանկին, ավանդատուները
մի օր, մի պայծառ օր կամ ոչ այդքան պայծառ օր զարթնում են ու որոշում են, որ բոլորը միասին պետք է կամ մեծ մասը միասին պետք է գնան բանկից իրանց փողը հանեն։ Հա։ Բնականաբար բանկը այդ փողը չի պահում, չէ՞, դարակներում։ Բանկը այդ փողը աշխատացնում է։ Այսինքն վերցնում է պարտ, ասում է, ես քեզ պարտավոր եմ ու տալիս է պայմանագիր, այս փողը դնում է շրջանառության մեջ եւ աշխատացնում է հօգուտ տնտեսության եւ իրան, այսինքն այդ փողի հաշվին սկսում է ծավալել գործունեություն, վարկավորում եւ այլ տեսակի լիցենզիայով նախատեսված գործունեություն։ Այսինքն այդ փողը նես չի որ դու եթե ես գնում եմ բանկ եւ ավանդ եմ տալիս կանխիկով կամ անկանխիկ այդ փողը դեռ նստած սպասում է ես երբ հետ պետք է գնամ, այդ փողը աշխատում է, այսինքն օգտագործվում է այլուր եւ երբ որ ես գնում եմ գումարը մի անգամից հետ եմ ուզում, եթե մի հոգի է գալիս, որոշակի միշտ պաշար կա, որից բանկը մարդկանց հատկացնում է այդ գումարները։ Բայց երբ որ այդ մարդիկ մի անգամից են գալիս, շատ մարդիկ են մի անգամից գալիս, մի անգամից շատ գումար են ուզում, այդ պաշարը արագ սպառվում է եւ բանկը կանգնում է իրացվելիության խնդրի առջեւ, այսինքն բուն բանկրանը սիմպտոմատիկ է, այսինքն կարող խոճապ լինի, կարող են խորքային խնդիրներ լինեն եւ մարդիկ գալիս են բանկից այդ փողը պահանջում են մեծ քանակությամբ մի անգամից եւ բանկը ունենում է իրացվելիության խնդիր, այսինքն առաջին քայլը դա իրացվելիության խնդիրն է, չէ՞ որ բանկը վատ վիճակում է կամ Այսինքն թվերով ամեն ինչով լավ է, եկամտաբեր է, փող ունի։ Եկամտաբեր է, պարզապես դա ժամանակային խնդիր է։ Մի անգամից շատ գումար հանելը։ Առաջի փուլով դա ժամանակային խնդիր է, որը եթե չի հասցեավորվում, կարող է վերածվել խնդրի, ավելի երկարաժամկետ խորքային խնդրի եւ տարածվել ամբողջ համակարգով։ Ոնց որ վերջերս եղավ Ամերիկայում այդ Սան Ֆրանցիսկո բանկի հետ, չէ՞։ Տեղյակ եք դրանից։ Սիլիկոն Վալի։ Silicon Valley, հա։ Սիլիկոն Վալի բանկի մասին է Սան Ֆրանցիսկո բանկը։ Չի եղել, բայց կարող էր լինել, պարզապես իրանց ռեգուլատորները միջամտեցին եւ կանխեցին այդ contagion, այդ վարակի տարածումը։ Բայց բանկերն է ու ֆինանսական ընդհանուր համակարգը բոլորը իրար մեջ փոխկապակցված են, չէ՞, ասենք եթե մի բանկի համար լուրջ խնդիրներ ստեղծվի, դա կարա տարածվի ողջ համակարգով, չէ՞։ Համակարգը, այո, բանկային համակարգը, եթե Տալեբին կարդում ես, ասում է բանկային համակարգը ինքը տենց մեծ ֆանատ չի բանկերի։ Ինքը ես տենց չգիտեմ ինքը ինչի մեծ ֆանատ է, բայց ինքը շատ հետաքրքիր Սև պաստայի։ Շատ հետաքրքիր հատկանշական օրինակ է բերում ռեստորանների բիզնեսը, հա, հանրային սննդի բիզնեսը եւ բանկերի բիզնեսը եւ ցույց է տալիս որ ռեստորանների բիզնեսը շատ ավելի ռիսկային է, շատ ավելի տատանողական է, այսինքն business inherent business risk-ը, սկսեցի անգլերեն խոսալ, այսինքն տվյալ բիզնեսին բնորոշ ներքին ռիսկը ավելի բարձր է ռեստորանային բիզնեսում, զուտ այն պատճառով որ եթե դու լավ չես գովազդում, լավ չես պատրաստում, հաճախորդներ չունես, մենյուդ լավը չի, սխալ տեղ ես բացել եւ այլն, մարդիկ պարզապես չեն գալու, քո հասույթը կարող է իջնի 0-ի։ Ու Ինքը փակես։ տատանողական բիզնես է, Պետությունը չի գա։ ու որ նայում ես ռեստորանների բիզնեսին աշխարհով, մեկ ըստ էության բավականին տատանողական, շատ բացվում են, շատ քանակությամբ բացվում են եւ շատ քանակությամբ փակվում են։ Շատ քչերն են, որ գոյատևում են տեսակարար կշռով։ Բայց իսկ ինչի մի ռեստորանի փակվելը չի տարածվում մյուս ռեստորանի փակվելու վրա, որովհետեւ մի ռեստորան մյուս ռեստորանի հետ որևէ ձևով կապված չի, ոչ ռեպուտացիայի տեսանկյունից, ոչ ցանցային էֆեկտների տեսանկյունից, ոչ սենց ասենք ինֆորմացիայի եւ փողի հոսքի տեսանկյունից։ Այս մարդիկ իրանց առանձին, այսպես ասենք, մեկուսացված բիզնեսն են իրականացնում, հա։ Իհարկե, եթե ինչ որ խոճապ տարածվի, որ, չգիտեմ, բոլոր ռեստորանների ջուրը վատն է Երևանում, այդ բոլոր ռեստորանները կտառապեն, բայց դա ռեստորանի խնդիր չի, դա ջրի որակի խնդիր է, տեսականորեն, հա։ Հիմա բանկերը ուրիշ կենթանի են։ Բանկերը իրար հետ փոխկապակցված են, որովհետև իրար միջև վճարումներ են իրականացնում, բանկերը իրար հետ փոխկապակցված են, որովհետև իրարից փող են վերցնում, բանկերը իրար հետ փոխկապակցված են, որովհետև դրամավարկային քաղաքականության իրականացումը կենտրոնական բանկի կողմից իրականացվում է բանկերի միջոցով, բանկերը իրար հետ փոխկապակցված են, որովհետև բոլոր բանկերը ունեն նմանատիպ մոտավորապես ռեպուտացիոն ռիսկ եւ ինչ որ բանկի եթե մի բան է պատահում, հա, եւ
ինֆորմացիան տարածվում է, բոլոր բանկերը տուժում են ըստ էության, որովհետև այդ խոճապային տրամադրվածությունը, այդ վտանգի զգացողությունը տարածվում է միանգամից բոլոր բանկերի վրա։ Այդ իսկ պատճառով բանկերը շատ ավելի զգայուն են ցանցային էֆեկտների նկատմամբ, այսինքն եթե մի բանկ վատանում է, դա ընդհանուր բացասական ազդում է ամբողջ համակարգի վրա։ Բայց մյուս կողմից է նույն եթե Թալեբին վերադառնանք, ինքը ինչ չի սիրում այդ համակարգի մեջ, որ երբ որ սիստեմատիկ ռիսկեր կա, մեկապետությունը գալիս է օգնում է։ Ու այդ սիստեմատիկ ռիսկերը չեն վերափոխվում փլվելու պատճառով։ Այս արդեն գնում ենք տեսություն, հա, երկու ծայրահեղ տեսություն կա, միասին քննարկել ենք դա ժամանակին ամերիկյան համալսարանում, երկու ծայրահեղ տեսություն կա free banking-ի տեսությունը, հա, որտեղ ասում է, որ բանկերը պետք է ապրեն իրենց կյանքով, որևէ առանձնահատուկ կարգավորում բանկերին պետք չի, բանկը նույն բիզնեսն է, ինչ որ ռեստորանը, թող բանկը վատանա, պայթի, գնա իր կյանքով իր ճանապարհով մեռնի, ժողովուրդն էլ կհասկանա, որ պետք է ուշադիր լինի, պետք է ընտրի ճիշտ բանկեր, ճիշտ մենեջմենտ, հետևի իր փողերին եւ լավ բանկերը կգոյատևեն, կմեծանան, առաջ կգնան, վատ բանկերը կարճ կյանք կունենան եւ Բայց պրակտիկան մաքուր կլինի։ Դա կոչվում է free banking գաղափարախոսություն, հա, այսինքն երբ որ դու առանձնապես ոչ կապիտալի պահանջ ես դնում, regulation չկա, կենտրոնական բանկի գաղափար չկա, որպես այդպեսին, հա, անհրաժեշտություն էլ չկա։ Եվ կա մյուս ծայրահեղությունը, որտեղ դու ասում ես մենք չենք կարող regulate չանենք բանկերը։ Մենք չենք կարող չկարգավորենք բանկերը, որովհետև չկարգավորելը բերում է սիստեմիկ ռիսկերի։ Որտեղ է ճշմարտությունը։ Եթե հետևում եք կրիպտո ոլորտին, կրիպտո ոլորտի տեսաբաններից ամենահայտնիներից մեկը Նիկ Ժաբո։ Հա։ Շատ հայտնի, շատ գրագետ մարդ է նախ եւ առաջ, իհարկե որոշակի ծայրահեղական գաղափարներ ունի, բայց խելացի մարդիկ տենց հակում ունեն ծայրահեղական գաղափարներ ունենալու եւ հա, տենց որոշակի գաղափարներ կարող են օտար թվալ մարդկանց, բայց ամեն դեպքում փողի տեսության մասին շատ գրագետ նյութեր ունի եւ պնդում է, եթե դու ունես շատ որակյալ քաղաքական համակարգ, իսկ շատ որակյալ քաղաքական համակարգ այսօր աշխարհում միգուցե գոյություն ունի երկու երկրում, օրինակ Ֆինլանդիա եւ Սինգապուր։ Պայմանական եմ ասում, չեմ պնդում։ Հա։ Նկատի ունեմ, որ այդ որակյալ քաղաքական համակարգ կոչեցյալը նկատի ունեմ, որ այդ որակյալ քաղաքական համակարգ կոչեցյալը դա մշակութային երևույթ է, ես չեմ տանում քաղաքական։ Դա մշակութային երևույթ է։ Մենք չունենք որակյալ քաղաքական համակարգ այս մոլորակի վրա, որովհետև մարդիկ հակում ունեն, հա, կոռուպցիայի, ոչ որակյալ որոշումներ կայացնելու, ես չեմ ուզում գնալ այդ դաշտ, ոչ որակյալ որոշումներ կայացնելու եւ ժամանակավրեպ որոշումներ կայացնելու եւ կարճաժամկետ որոշումներ կայացնելու, այսինքն երկար չեն նայում են ընտրական ցիկլով։ Օրինակ, դեպքերից մեկը։ Եվ դա բերում է նրան, որ բանկերը բերում է մի քանի հետևանք ունենում։ Նախ ասենք ասենք կառավարությանը ավելի ձեռնտու է ունենալ ավելի քիչ քանակության բանկեր, որովհետև դա ավելի վերահսկելի է, դա մի կողմից։ Մյուս կողմից էլ փոքր բանկերը պետք է ունենան ինչ-որ մեխանիզմ, ինչ-որ միջոց մեծ խնդիրներ լուծելու։ Այսինքն այդ network-ը պետք է միասին կպածել լինի, կարողանան միասին մեծ խնդիրներ լուծել։ Կամ էլ դու պետք է ունենաս քիչ քանակության մեծ բանկեր, որոնք կկարողանան սիստեմիկ խնդիրներ լուծել։ Բայց ի վերջո նաև գալիս է հասնում է նրան, որ too big to fail, այսինքն չափից դուրս մեծ է տապալվելու համար, հա, այդ բանկը, որևէ բանկ։ Այդ խնդիրն է առաջանում եւ նորից եմ ասում, որակյալ ծայրահեղ որակյալ քաղաքական համակարգի դեպքում, որը այս մոլորակի վրա գրեթե գոյություն չունի, միգուցեև free banking-ը շատ բայց աշխարհում տես երկիր չկա, չէ՞ որ free banking ունենա։ Չէ, հիմա չկա։ Հիմա չկա։ Free banking-ը 19-րդ դարում բավականին տարածված է Շոտլանդիայում, Նոր Զելանդիայում,
Կանադայում, Միացյալ Նահանգներում, որոշ նահանգներում։ Այսինքն դա այդպես տեսական երևույթ չի։ Հա, բայց Բավականին դա բերել է որոշակի ճգնաժամերի, բայց այդ ճգնաժամերը նաև ունեցել են քաղաքական հիմք, քաղաքական ենթատեքստ, այսինքն որոշակի օրենքներ են ընդունվել եւ այլն, որոնք նպաստել են այդ բանկերի չափից դուրս լծակմանը եւ ի վերջո տարել են այդ բանկերի կործանմանը։ 21-րդ դարում այդ գաղափարը վերածնվել է որպես կրիպտոյի գաղափար։ Այսինքն այդ ամբողջ այդ ազատության, անարխոկապիտալիզմի գաղափարախոսությունը, որը մարմնավորում է բիթքոյնի մեջ, այդ իր սկզբնական փուլում։ Այդ եկել է 19-րդ դարից, բացարձակ նոր գաղափարախոսություն չի։ Ընդ որում ստեղ պնդում են, որ մենք ունենք, քանի որ մեր կոդը նաև օրենք է, հա, բոլոր ռիսկերը կամ ռիսկերի էական մասը զսպված է։ Դա առանձին զրույց է, կարող ենք դրա մասին խոսել։ Հետգամ բանկերին ես կարծում եմ, որ դա իմ անձնական կարծիքն է, ես կարծում եմ, որ մեծ բանկեր պետք են։ Նաև կարծում եմ, որ չափից դուրս կարգավորելը եւ սենց ասենք վախենալ բանկերի ճգնաժամից, առանձին վերցրած բանկի ճգնաժամից, դա սխալ է։ Ժամանակ առ ժամանակ պետք է, գիտեք, ժամանակ առ ժամանակ պետք է որ ինչ-որ համակարգը մաքրվի։ Իսկ մաքրման կապիտալիստական տնտեսության մեջ մաքրման մեխանիզմներից մեկը դա սնանկությունն է։ Այդ թվում նաև ֆինանսական որևէ միջնորդի։ Այդտեղ իմ կարծիքով վախենալու բան չկա, բայց դա կարող է ունենալ մեծ քաղաքական հետևանքներ եւ էլի գալիս ենք մյուս փիլիսոփայական հարցին, հա, մարդը ազատ մարդ է եւ ինքը ինչ ուզում է անում է եւ հասարակությունը դա ազատ մարդկանց հավաքածու է, թե մյուս ծայրահեղությունը, որ մենք ասում ենք մարդ չի գիտակցում, միջին մարդը այդքան գիտելիք, այդքան հմտություն հատկապես այսօրվա բարդ միջավայրում չունի, դրա համար իրան պետք է ուղղորդել, ձեռքից բռնել, մանտալ, hand holding գաղափարախոսություն կա, հա, ասենց բռնել, տանել, ու դրա համար կառավարությունը շատ կարևոր է։ Որպես կանոն դա կարճաժամկետ մոտեցում է, որպես կանոն դա այդքան արդյունավետ չի, ժամանակի ընթացքում շատ մեծ փորձեր են եղել, ոչ մյուս ծայրահեղությունն է մի բան, ոչ մյուս ծայրահեղություն ըստ էության։ Այսինքն կարելի է ասել, որ առանց կառավարության գալիս ենք այդ առանց, չասեմ կառավարություն, առանց կարգավորման ժամանակակից հասարակությունը երևի թե կտուժի, որովհետև ժամանակակից հասարակությունը գործ ունի շատ բարդ կոնցեպտների հետ, հա, այսօր մենք իբուպրոֆեն ենք խմում, մենք ինչ գիտենք իբուպրոֆենի բանաձևը գիտես։ Չէ, բայց ես էլ չգիտեմ։ Կարմիր Ադվիլը սիրում եմ։ Ահա։ Դրա մասին է խոսքը։ Մի հատ օրինակ թե ինչքան բարդ է դարել, ինչքան Բայց մի հատ հետաքրքիր բան ասեմ դրա հետ կապված։ Կարմիր ու կապույտ Ադվիլները լրիվ նույնն է։ Բայց մարդիկ ասում են կարմիրը ավելի շատ է օգնում։ Red pill or blue pill։ Իհարկե։ Հետ շատ հետաքրքիր պլացեբոյի էֆեկտ կա գույնի տարբերության մեջ։ Բայց հա, նույն մոլեկուլն է, էլի։ Նույն մոլեկուլն է, որին մենք բացարձակ ծանոթ չենք, մենք չգիտենք դա օրգանիզմը ինչա, պարզապես բժիշկները ասել են կամ առողջապահության նախարարությունը ասել է, թեմայով մի հատ ֆանտաստիկ գիրք կա։ FDA-ը ասել է, խփել է իր կնիքը ու մենք վստահում ենք։ Հա։ Այսինքն մենք այնքան բարդ հասարակություն ենք, որ ստիպված ենք վստահել փորձագետներին։ Դե մենք չգիտենք հեռախոսը ոնց է աշխատում, ինտերնետը ոնց է աշխատում, անգամ հեծանիվը մեկ է, չգիտեմ, սանհանգույցն է, չգիտենք ոնց է աշխատում։ Իրական մի հատ sense հետաքրքիր գիրք կա, կոչվում է բան Knowledge Illusion, գիտելիքի պատրանք։ Ու այդ գիրքը հենց դրա մասին է, որ մենք շատ բարդ կոնցեպտների մեջ չենք ապրում, շատ բարդ տեխնոլոգիաներով ու մեզ թվում է, որ այդ ամեն ինչը մենք հասկանում ենք, բայց մենք այդ ամեն ինչի ընդհանրապես օգտվում ենք։ Ու միջին մարդկանց 90%-ից ավելը չի կարողանում գծի հեծանիվը ոնց աշխատում։ Ես է կարող չկանամ գծեմ, բայց որ հարցում են կարաս գծես, ասում է հա։ Մեր բախտը վերել է, որ կան բացառիկ անհատներ,
Հա, Շատ մի հատ լավ չեմ հիշում որտեղից է։ Կարծեմ Ստրոգացկիների մոտից էր։ Ասում է նա այն մարդն էր, ով կաթիլի մեջ տեսավ օվկիանոս։ Այսինքն մեր բախտը բերել է որպես տեսակի, որ կան անհատներ, ովքեր կաթիլի մեջ տեսնում են օվկիանոսը, այսինքն խորքային պատկեր ունեն այս աշխարհի մասին։ հա, Իհարկե ոչ ոք ամբողջական պատկեր չունի, այդ ով կունենար այդ պատկերը, կկոչվեր Աստված։ Մենք դեռ դրան չենք հասել եւ դժվար է հասնենք մոտ ապագայում։ Բայց ամեն դեպքում այդպիսի անհատներ կան եւ այդ անհատների ուսերի վրա մենք կառուցում ենք ըստ էության մեր ամբողջ քաղաքակրթությունը։ հա, եթե մտածես անգամ, չգիտեմ, եթե առանձին բանկ է վերցնես, համոզված եմ մեծ բանկում չկա մի հոգի, որը լրիվ պատկեր պատկերացնում է հենց այդ մի բանկի էլ։ Կամ են մի թիմ կամ ղեկավար մի կտորն է լավ պատկերացնում։ Հա, էլի դու այսօր փորձում ես ինձ անընդհատ տանել կոնցեպտների դաշտ։ Հաջորդ կոնցեպտը։ Մոտավորապես կարելի է ասենց ասել Փողի կոնցեպտների մասին ենք խոսում։ Harvard Business դպրոցի եւ Wharton-ի Դες թեմաների մասին շատ ենք տարբերությունը։ խոսացել Հա, մենք։ Harvard-ը պնդում է, որ կա generalist եւ դա ճիշտ ուղղություն է, այսինքն կառավարման generalist ընդհանրական դպրոց կա, որը դա Harvard-ն է, Harvard-ի բիզնես դպրոցն է ամենավառ ներկայացուցիչը, իրանք ասում են կառավարումը եւ առաջնորդությունը դա մասնագիտություն է եւ այդ մասնագիտությունը ունի իր առանձնահատկությունը եւ դրանով մարդիկ զբաղվում են։ Եվ ամենևին պարտադիր չի իրանք մաթեմատիկայից ամենաուժեղը լինեն կամ հաշվապահությունից ամենաուժեղը լինեն, որ իրանք լինեն լավ կառավարիչ եւ լավ առաջնորդ կամ լավ առաջնորդ։ Wharton-ի Yale-ի եւ մնացածի բանդում իմիջայլոց դա էլ sense այդ գաղափարներ կյանքի իրավունք ունի եւ բավականին լուրջ փաստարկներ ունի, պնդում են, որ առանց բովանդակային հասկանալու, հատկապես այսօրվա բարդ աշխարհում, առանց բովանդակային բուն թեման, առանց բովանդակային հասկանալու, դու չես կարող ճիշտ կառավարչական որոշումներ կայացնել։ Եթե դու չգիտես հրթիռը ինչպես է թռնում, դու ո՞նց կարող ես կազմակերպել հրթիռների թռիչքը կամ հրթիռներ կառուցելը։ Բայց կարող է կոոպերացիոն տնօրենը շատ լավ պատկերացում ունի։ Տարբերակ է, ինչ որ մեկը Ինչ որ մեկը պետք է պատկերացնի հա, ընկերության մեջ։ Բանկերը առանձնապես այդ իմաստով չեն տարբերում։ Բանկը դա մեծ համակարգ է, որը բաղկացած է փոքր համակարգերից, որոնք իրենց հերթին բաղկացած են փոքր գործողություններից եւ դրանց շուրջ աշխատող մարդկանցից։ Մարդիկ կան, որ բավականին խորը, բավականին լայն սպեկտրով պատկերացնում են։ հա։ Եվ այն բանկերը, որտեղ այդպիսի մարդիկ կան եւ համեմատաբար ավելի շատ են, շահում են եւ ավելի եկամտաբեր են եւ ավելի վստահել են։ Դուք տարբեր միջազգային ընկերություններում աշխատել եք, այս վերջերս հագին երկար ժամանակ Մալազիա եք, չէ՞։ Երկար չէ, որոշ ժամանակ։ Եթե դրսից փորձենք նայենք Հայաստանի ֆինանսական համակարգը, ձեր կարծիքով ինչ վիճակում է։ Հիմա Հա, շատ լավ։ հա։ Հա։ Զարգանում ենք, առաջ ենք գնում, կայունա։ Զարգանում ենք, կայունից սկսենք։ Կայունա, այդ ամենակարևորն է։ Զարգանում ենք, առաջ ենք գնում։ Իմ կարծիքով շատ ավելի դանդաղ, քան կարելի էր, բայց տեղ երկու հանգամանք կա։ Մեր մշակույթը, ես երկրի մշակույթը դեռ պատրաստ չի ավելի որակյալ առաջընթացի եւ մեր երկիրը բավականին փոքր է, այսինքն չափսի տեսանկյունից այտենց թռիչքային զարգացումներ մի քիչ դժվար է պատկերացնել մեր երկրում երկրի չափսից եւ մեր կառավարչական եւ առաջնորդային ունակություններից ելնելով բավականին նորմալ առաջ են գնում կոնկրետ բանկային համակարգ։ Իսկ որ ասացիք մշակույթը որոշ առումով խանգարում է այդ աճին, այդ ինչ նկատի ունեք, այդ վստահության մշակույթի մասին է խոսքը։ Չէ, վստահության մշակույթի մասին չի խոսքը։ Ոչ միայն վստահության մշակույթի մասին է խոսքը։
Խոսքը նրա մասին է, որ նայեք, ռուսերեն բառ կա, որ անգլերենից փոխառված է, միգուցե ֆրանսերենից է փոխառված, ամբիցիա բառն է, հա։ Հայերեն ասում են ամբիցիա, ինչ են պատկերացնում։ Դա տենց ինչ որ Ինչ որ մեծ մի հատ բան էլ է։ ռուսերեն բառ կա, ինչ որ մի վսկճ կա, հա։ Գալիս է սենց ելույթներ ա ունենում, բոլորին բզում է այս կողմ այն կողմ, այսինքն հավակնոտ լինելը մեր մշակույթում միգուցե դա սովետական ազդեցություն է, դա բացասական կոնոտացիա ունի։ Ասենք եթե գալիս ես տենց քո մեծ երազանքների մասին ես պատմում, Ահա, ասում ես էս կարան կանենք, այն կարան կանենք, քեզ նայում են մի քիչ Ես ասում են այսօր ես գիժել է։ 2005 թվականին ինչ որ պրեզենտացիայի էի մասնակցում ու մարդիկ ներկայացնում են, sense ոգևորված, sense լավ, sense արտիստիզմով եւ բովանդակության մեջ լավ խորանալով բան։ Պատմեցի ներկայացրեցին, ես sense հիացած նստած եմ մեր Երևանյան հորետեսներից մեկը կողքս նստած էր, ասեց, ես վիսկճկանով էր։ Որտեղ ես նստեցի sense բայց դա շատ հատկանշական է, հասկանում ես։ Մեր երկրին դա շատ հատկանշական է։ Մենք իրականում գոյատևում ենք շատ պրակտիկ լինելով, բայց նաև զարգացման տեսանկյունից այդ թռիչքային հավակնությունները չենք դնում մեր առջև։ Այդ թեմայով Ջրբաշյանի հետ էլ ենք խոսում, ինքը ասեց անգամ բան ունեն, ուսումնասիրություններ ունեն, որ տենց է որ մենք չենք կարողանում մեծ երազենք, էլի դրա համար շատ անգամ չենք կարողանում այդ պատճառով նաև միջազգային Վախենում ենք մեծ երազելուց։ Մենք իրականում շատ ռիսկ ավերս ենք որպես անհատներ եւ որպես ազգ։ բայց մեծ հաջողության հասնելու, չգիտեմ, փող աշխատելու համար այդ ռիսկի գնալը ու մեծ մտածելը կարևոր է, չէ՞։ Միանշանակ։ Հավակնությունը դա ոչ թե հավակնություն, ճիշտ հավակնությունը դա ոչ թե ունենալն է, այլ ստեղծել եւ նվաճելն է։ Այ մինչեւ մեր մտածելակերպի մեջ հավակնությունը եւ ամբիցիան չհավասարվի նվաճմանը, հա, ես բարձրանում եմ Էվերեստ, ոչ թե որ Էվերեստը իմն է, ես իրան գրկելու եմ, այլ որ հասել եմ ես Էվերեստ։ Նվաճել եմ Էվերեստը։ Այդ տարբերությունն է։ Մարաթոն վազելու նման, էլի։ Մարաթոն վազելու նման։ Ու դա անհույս չի, հենց մարաթոնի դեպքում իրականում անհույս չի։ Շատ մարդիկ այս երկրում հələ միգուցե կրիտիկական մասային չենք հասել, բայց շատ մարդիկ այդ հավակնությունը ունեն, նվաճումները ունեն, ցանկությունը ունեն առաջ գնալու։ Գիտես, հա, փողն էլ գալիս է, պետք է գա։ Խիչով։ Ես անընդհատ կրկնում եմ, պետք չի վախենալ երկրում ունենալ հարուստ մարդկանց խավ։ Դա շատ լավ է, դա երկրի կայունության ամենալավ երաշխիքներից մեկն է։ Երբ որ դու ունես երկրում մարդիկ, ովքեր հարուստ են եւ իրենց դոմիցիլը, իրենց տունը այստեղ են պատկերացնում եւ պատկերացնում եւ պահում։ Դա շատ լավ է ու մեր սոցիալիստական անցյալից պետքա դասեր քաղել, հասկանալ, որ ավելի լավ է լինեն մարդիկ հարուստ, տարբեր հարստության մակարդակով, քան բոլորը լինեն հավասար աղքատ։ Այդ շատ կարևոր է։ Դե երբ որ բոլորը հավասար աղքատ են, իրար Հեշտ է, տենց չեն ատում։ Չես նա։ Այ մեր մշակույթի մեջ այդ նախանձելն էլ, փոխանակ նախանձեն նվաճումները նախանձում են ունենալը։ Չի կարելի այդ մշակույթի պայմաններում ձևավորել այդ նվաճելու ենթամշակույթ։ Պետքա ջարդել այդ պատկերացումները ունենալու շուրջ։ Ոնց կարելի է այդ մշակույթը փոխել։ Հա, մշակույթը կարելի է փոխել կամ ինքնաբուխ պետք է փոխվի, այսինքն մշակույթը որոշակի կրիտիկական մասսա է հավաքվելու, հա, եւ մշակույթը փոխվելու է, եթե բախտներս բերի։ Դա մի մոտեցումն է, մյուս մոտեցումն է, որ երկրի այն մարդիկ, ովքեր հասկանում են, հավաքվում են եւ մոբիլիզացնում են ջանքերը այդ ուղղությամբ, այդ մշակույթը փոխելու ուղղությամբ։ Այսինքն, չգիտեմ, 10, 20, 30, 150, 60, 100,000 հոգի հավաքվում են եւ որոշում են, որ մենք ուզում ենք այս երկրում մշակույթ փոխել, որ մարդիկ դնեն հավակնոտ նպատակներ իրենց առջև, որ մարդիկ այդ հավակնոտ նպատակներին հասնեն, ու դա ողջունվի ու
այդ moonshot կոչեցյալը, հա, երազանքային նախագծերից պետք չի վախենալ։ Մեր մոտ որ մեկը ասում է, այ ես ուզում եմ թևեր աճեցնեմ ու թռնեմ տիեզերք, ասում են գիժա ես։ Միգուցե գիժա չի բացառում, տես դեպքեր են, բայց երբ որ դու հենց գլխանց կտրում ես երազանքները, դու չես հասնում այն փուլին, երբ որ երազանքները սկսում են դառնալ ծրագիր, ծրագիրը սկսում է դառնալ իրականություն եւ շահում են բոլորը։ Դրա մասն է խոսքը։ Ես ռեցեպտ որպես այդպեսին չունեմ։ Իմ կարծիքով մենք մի քանի ֆունդամենտալ, էլի երևի թե մեր սոցիալիստական անցյալից եւ ռուսական ֆատալիզմից եկած մնաց սորթային ինչ որ բաներ են, որը մենք պետքա ըստ էության փոխենք, որ ոչինչ չի կարելի փոխել, որ մենք ստեղ հյուր ենք, մենք պետք է հասկանանք, որ մենք այս երկրի տերն ենք, որպես մարդիկ, որպես ազատ քաղաքացիներ այս երկրի։ Մենք այս երկրի տերն ենք եւ մենք ուզում ենք ծաղկեցնել այս երկիրը։ Մենք հյուր չենք, տուրիստ չենք այս երկրում եւ այս երկիրը մերն է ընդմիշտ։ Եվ մենք կառուցում ենք այս երկիրը։ Այ երբ որ գոնե երկրի 20%-ը կմտածի այս բանաձևով եւ կդնի նման հավակնություններ անելու, ստեղծելու, զարգացնելու, մենք կունենանք հրաշալի երկիր, որովհետեւ ի սկզբանե ինքը արդեն հրաշալի է, իրան պետք է պարզապես համապատասխանաբար ավելի խնամքով վերաբերվել ու ամբիցիաներ դնել։ Ու ամբիցիաներ դնել, դա էլ է խնամքի հարց։ Այդ գիտես, երեխուն երբ որ մեծացնում ես, երկու տարբերակ կա, չէ՞, դու ասում ես վայ, իմ երեխան չի կարող, հա, պաշտպանեմ։ Արդյունքում երեխան վախենում է ամեն ինչից, դառնում է ոչինչի չունակ, ոչ մի ռիսկ չի վերցնում, ոչինչ ինքնուրույն չի անում եւ ոչ մի հաջողության չի հասնում։ Դա մի ծայրահեղությունն է, կամ մյուս ծայրահեղությունը, ասում ես գնա փորձիր։ Այո, դա այն վախերն են։ Այո, իմ երեխան ես իրան չեմ պաշտպանում այս պահին, հա, չեմ գրկում։ Կարող է գնա, անգնի, ոտը վնասի, Աստված հեռու պահի, բայց անելով կսովորի եւ առաջ կգնա եւ կաճի կդառնա ինքնուրույն մարդ, ով իր որոշումները կայացնում է եւ իր որոշումների տերն է։ Վերջը։ Լոկուս կոնտրոլը էքստերնալիզացիա չենք անի, ազգային հայկական զբաղմունք է, չէ՞, լոկուս կոնտրոլը էքստերնալիզացիան է, սա մեղավորեն է, հա, բոլոր մեղավոր են բացի ինձանից։ Հեշտ է, չէ՞ տենց։ Միշտ որ ասում են այդ բանն է, էլի միշտ ես չգիտեմ 91 թվականից, երբ որ փլուզվեց սովետական միությունը, ես տենց քանի տարեկան եք ժամանակ 16։ Հա։ Հասցել եք պիոներ լինել։ Ես կոմսոմոլ եմ հասցել լինել։ Ու շատ ինձ միշտ նշանակում էին տեղակալ եւ պիոներների այդ ակումբում եւ կոմսոմոլների, որովհետեւ ես ժողովների հետ յոլա չէի գնում, ժողովները վեր էի ածում տենց ուրախ վարժանքների ու ինձ ասում էին սա լուրջ մարդ չի։ Իրան չենք նշանակում, բայց առանցինց չէին անում, որովհետեւ ես էլ լավ կազմակերպում էի, ինչ որ միջոցառումներ էի կազմակերպում, ես կոմենկոմ սկիլերս, այսպես հմտություններս պետք էին, դրա համար ինձ ներգրավում էին, բայց տենց առաջի պաշտոն չէին տալիս։ Ես 91 թվականից հասկացա, որ պետք չի հույս դնել պետության վրա։ Պետությունը շատ абստրակտ հասկացություն է։ Եվ ասել, որ ես սոված եմ պետությունը պետք է ինձ կերակրի, ես կրթված չեմ պետությունը պետք է ինձ կրթի, սա պետք է լինի անվճար, նա պետք է լինի անվճար, իրականում ոչինչ անվճար չի, ինչ որ մեկը դրա համար վճարում է, հա։ Միշտ։ Ու եթե ոմանց մոտ պատրանք է ստեղծում, որ մենք կարող ենք ամեն ինչ անվճար օգտագործել, հա։ Նույն Կալիֆոռնիայի հայկական սովետական հանրապետությունում։ Դա տենց չի։ Մի օր երաժշտությունը ավարտվում է։ Ու պետք է պատրաստ լինես նոր երաժշտություն ստեղծել։ Ինչ որ մեկը միշտ դրա համար վճարել է։ Միանշանակ։ Եթե հետ գնանք փողի թեմային, ինձ շատ հետաքրքիր։ Դե վճարել է դրա մասին է, չէ, անհատական մակարդակով կուզեի մի հատ հարց տամ, որ նայեք դուք աշխատել եք միկրոֆինանսավորման ընկերությունում, համ կենտրոնական բանկում, համ հիմա Հայաստանի խոշոր բանկում։ Ինչ կրկնվող ֆինանսական սխալներ կա, որ անհատները շատ անում են,
որը հետապահում իրենց, չգիտեմ, խնայողություններ կամ հարստություն ստեղծելու։ Ոյ, Ասենք բոլոր սեգմենտները տեսել եք, էլի բոլոր ոնց հասկանում եմ։ սեգմենտներում ես կասեմ, երևի թե միասնական էլի գալիս է մշակույթից, ինձ թվում է։ Չնայած երևի թե աշխարհում ընդունված բաց թվում է, մենակ մեր մշակույթին չի բնորոշ, ես կասեի, որ մենք ռիսկի հանդեպ ռիսկի զգացողություն չունենք, որպես Ինչ առումով։ մենք կամ ընդհանրապես ռիսկ չենք վերցնում, չենք հաշվում ռիսկը, ասում ենք, էսա զրոյական ռիսկ է, ես այս գործիքն եմ վերցնում, ու մեկ էլ վերցնում ենք ամենառիսկային գործիքը, գամբլինգ ենք անում, հա։ Այսինքն բանը Երկու ծայրահեղություններից օգտվեք, այն մեջտեղ այն հաշված ռիսկը, որ կարելի է այս կողմից գալ մի քիչ ավելի մեծ ռիսկ վերցնել, բայց իրականում երկարաժամկետ կտրվածքով դա դառնում է ավելի մեծ վերադարձ։ Այդ որոշումները մենք չենք կայացնում, սենց կուրորեն խուսափում ենք այդ որոշումներից։ Այսինքն կամ պետական պարտադամս ենք առնում ավանդելիում կամ option trading ենք անում։ Չէ, option trading-ը այդ նոր հեքիաթ է, այդ նոր հայկական սպորտն է, որ հա տարածվում է արդեն այստեղ է տարածվում option trading-ը, հա։ Դա էլ հետաքրքիր գործիք է, ես option ընդհանրապես քանի որ մաթեմատիկայի էլեգանտ լուծումները սիրում եմ, option trading-ը, option-ները ինձ հարազատ թեմա է, որովհետև գեղեցիկ հա, սիրում եմ։ կառույց է։ Գեղեցիկ կոնցեպտ է, բայց հա, այսինքն առանց իմանալու դնես ինչ որ option-ների մեջ լծակում վերցնես, օրինակ։ Հա։ Էդ էլ է, որոշակի ծայրահեղություն է։ Մարդ հələ բան, ասենք, չգիտեմ, ETF Standard & Poor's 500 ETF չառած մի անգամից գնում է option trading-ը անում։ Հա, խեսա է սաղին աղտելու եմ։ Բայց իրական պատմություն եմ պատմում, ծանոթներից մեկը, որ ընդհանրապես ֆինանսական ոլորտի մաթեմատիկայի, չգիտեմ, դաժե MBA չունի արած, ասում եմ սկսել եմ trading անեմ, ասում եմ ոնց, ասում եմ դե կուրս վերցրեց 2 շաբաթ։ Ասում եմ ինչ ես անում, ասում եմ option trading, ասում եմ ու ոնց, ասում եմ այս անգամ 100% return եմ ունեցել։ Շուտ լավ։ Դե հա, բախտն է բերել, բայց դիտենց Իրականում փորձելը ված չի, այդտեղ պետք է հասկանաս, թե քո հարստության որ մասն ես ուղում։ Չէ, դե մի Այդ ռիսկային եթե մի քանի տոկոս դնում ես դրա մեջ զուտ սովորես, օքեյ է, բայց երբ որ Բացարձակ, լրիվ ունացվածքը դնում ես միտեղ, որը չես հասկանում ոնց է աշխատում, այդտեղ խնդիր կա։ Ընդ որում, տեղ նաև բանի տար կա, հարստության տար կա, ունեցվածքի տար կա, այսինքն որևէ մեկը իր ունեցվածքի ամբողջ կտորը չպետք է դնի ինչ որ մի ռիսկի տակ, Հա։ դիվերսիֆիկացիայի տրամաբանությունն է, բայց դու ինչքան իջնում ես ավելի, ասենց ասեմ, ավելի քիչ ունևոր խավերի, դա իրանք ավելի մեծ ռիսկեր են դնում, իհարկե տեղ բացարձակ գումարի չափի հասկացություն կա, բայց ենթադրվում էր, որ հարուստները պետք է իրենց ավելի շատ գամբլինգ թույլ տան, չէ՞։ Հա։ Բայց որ նայում ես, միջինում խաղացողները այնց հարուստ մարդիկ չեն։ Հա։ Այդ ծայրահեղությունը ավելի ներքևի խավերում ավելի շատ է երևում, այսինքն մենք իրականում ռիսկի զգացողություն չունենք, ոչ թե սենց մի անգամից անդունդն ենք թռնում, այլ չենք հասկանում։ Ինքը իր ինտուիտիվ գաղափար չի։ Բնության մեջ էլ մեր ռիսկերը սենց բան էր, on-off էր։ Դու կամ այս գիշերը ապրում ես, որովհետև արջը քեզ չի կերել, որովհետև դու ժամանակին փախել ես, ճիշտ որոշում ես, կամ արջը քեզ կերել է ու քո գենը չի շարունակում։ Հա։ Հիմա այդ վիճակը չի, հիմա դա սենց continuity է, շարունակականություն է, եւ այդ շարունակականության մեջ դու տարբեր մակարդակի որոշումներ կարող ես կայացնել եւ ինչքանով ավելի երիտասարդ ես, այնքան ավելի տատանողական գործիքների մեջ կարող ես ներդրում կատարել։ Այդ չկա մեր մոտ։ Ասենք երիտասարդները stock անգամ չեն առնում, ETF անգամ չեն առնում։ Քիչ են, հա։ Բայց ավանդ դնում են։ Ավանդ դնում են, հա, ավանդը տենց հեշտ հասկանալի, տեսանելի, շոշափելի, tangible գործիք է։ Հա։ Բայց բանը իմ կարծիքով այդ արժեթղթերի շուկան երևի մարդկության պատմության ամենալավ հարստություն ստեղծելու գործիքներից մեկն է, էլի։ Տարբեր գաղափարախոսություններ կան այդ դաշտում։ Դե դրա համար ասեցի իմ կարծիքով։ Հա, ես հակված եմ համաձայնվել քո հետ։
Բայց նաև այլ տեսություններ կան, որ դա հարստության փոխանցման մեխանիզմ է, դա մի քիչ այդպես սոցիալիստական, կոմունիստական գաղափարախոսություն է, մյուս ծայրահեղությունն է, ինձ թվում է, որպես կանոն, ասենց ասեմ, հետ գնամ էլի Նիկ Ժաբոյին, ով պատմում է փողի պատմությունը եւ գալիս են եզրակացության, որ փողի ստեղծելը դա քաղաքակրթության ամենա կարևոր հայտնագործություններից մեկն էր։ Հա, Այսինքն ընդհանրապես քաղաքակրթությունը սկսեց այն ժամանակ, երբ որ ստեղծվեց ավելցուկ։ փողի։ Փողի չէ, առաջին ավելցուկը, surplus-ը, ինչ որ բանի Օրինակ օրինակ մամանտես ուտելիքի, բռնե, միսը այո, ավելացավ։ միսը ավելացավ։ Ու հաջորդը, երբ որ այդ ավելցուկը դարձավ փոխանցելի, այ դա փողն է։ Բարտերով, սկզբում բարտերով, Սկզբում հետո բարտերներ, հետո հասկացան, որ եթե փողով ես անում, փողը կարելի է չափել, կարելի է փոխանցել, կարելի է տանել բերել ու ինքը ունիվերսալ գործիք է դարել եւ ավելցուկի կուտակման գործիքն է դարել եւ քաղաքակրթությունը ըստ էության փողի շնորհիվ կարողացել է այդ կուտակված հարստությունը փոխանցել հաջորդ սերունդներին։ այդ թեումից է Յուվալ Նոան այդ գաղափարը գողացը։ Հա, այդ նոր գաղափար չի իրականում, հա, բավականին Դե հին ինքը այս գաղափար է։ վերջերս շատ վերջերս որն է, մի 10 տարի առաջ շատ պոպուլիզացրեց այդ իդեան, այդ իր Homo sapiens գրքում, որտեղ խոսում էր նրա մասին, որ փողը ամենահասկանալի ու universal լեզուն է։ Բոլորը հասկանում են, բոլոր մշակույթները, բոլոր ազգերը։ Հա, Կապ չունի քրիստոնյա ես, մուսուլման ես, իհարկե։ թե Որտեվ դա աթեիստ։ սենց մոտիվացիայի ամենա սենց էլի առարկայական դրսևորումն է։ Բայց փողը պետք է նպատակ լինի։ Ինձ Միացյալ Նահանգների սահմանադրության մեջ դուրա գալիս մի ֆրազա. մարդիկ ծնված են երջանկություն հետապնդելու համար pursuit of happiness։ In pursuit of happiness, indeed. Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է հետապնդեն երջանկություն։ Մարդիկ պետք է երջանիկ լինեն։ Բայց այդ երջանիկը абստրակտ Այդ հասկացություն այլ չի։ շատ վերացական չի ինքը։ Վերացական չի, բացարձակ։ Երջանկությունը այն է, ինչ որ դու ստեղծում ես։ Քո ուղեղով, քո ձեռքերով, քո գործողություններով։ Երջանկությունը այն չի, որ բարի կախարդը իջնում է ու դդմից քեզ համար շսոտ Mercedes է։ Պատրաստում pumpkin color 6-12։ 6-12 այո։ Ոչ, դա այդ էլի գնանք նույն սահմանադրությանը, այդ մարդիկ նկատի ունեին, որ մարդ ստեղծված է ազատ եւ ստեղծված է ազատ ստեղծելու իր կյանքը եւ վայելելու իր կյանքը իր ստեղծածով եւ երջանիկ լինելու դրանով։ Հա։ Ու իրականում պատմականորեն հայերը այդ շատ լավ հասկանում էին։ Բայց որովհետեւ ամբողջ առևտուրը միջին արևելքում Մենք եւ ոչ միայն միջին արևելքում գնում էր հայերի միջոցով, որովհետեւ հայերը այդ լեզուն լավ հասկացել են, ունեցել են մեծ սոցիալական ցանց սփռված ամբողջ Չինաստանից մինչև Լեհաստան եւ այլն եւ Վիեննա եւ օգտվել են դրանից եւ կառուցել են։ Հայերը դա լավ են հասկացել ժամանակին։ Ինձ թվում է մի քիչ դրանից մեզ պակասում է հիմա։ Եվ Կալիֆոռնիայի սովետական հայկական հանրապետությունը առանձնապես այդ հարցի շատ չի օգնում։ Երկու ծայրահեղ ուղերձներ ենք ստանում, չէ՞։ Մեկը Silicon Valley-ն է, հա, որ մենք գնում ենք դե ստարտափներ ունենք, AI եւ Հայաստանը դա Կալիֆոռնիայի extension-ն է, այդ իմաստով դա շատ լավ է։ Մյուս ծայրահեղ գաղափարը այդ card fraud-ի PhD-ն է, հա։ Դա հիմա ավելի տարածված թեմա կա, բանն է, հոսպիսները։ Դե արդեն, հա, այդ թեման էլ սկսեցին բռնել, այդտեղից սկսեցին բռնել։ Պետք է հասկանալ, որ դա, հա, արագ միգուցե բացեր էր օրենսդրության մեջ եւ Միացյալ Նահանգները առանձնապես դրան ուշադրություն չէին դարձնում, բայց մի օր երաժշտությունը ավարտվում է ու դա
պետք է հասկանալ դու ինչպես ես երկարաժամկետ Բայց ապագա մի ստեղծում։ բան այդ ամեն ինչը ապացուցում է, որ ահագին ճկուն ենք, կարող ենք բացեր տեսնել։ Այո, այ ճկունության տեսանկյունից երևի թե մենք ամենաճկուն ազգերից մեկն ենք։ Այդ առումով մեծ հрьяաների հետ են, չէ՞, համեմատում։ Ճիշտն ասած, ինչքան մարդկանց հետ շփվում եմ, այնքան հասկանում եմ, որ մարդիկ էական ազգերը էականորեն իրարից չեն տարբերվում։ Հա։ 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 Շատ տենց իհարկե կան այդ ստերեոտիպ ասածը, հա, ինտահաճ բան է, սա այնա, բայց դա ինչ որ ընդհանրական կերպար է, որը Մեծամասնությանն է։ հա, մեծամասնության բնորոշող ինչ որ մի նկարագրություն է։ Բայց հետաքրքիր է, չէ՞, ստերեոտիպները առաջանում են մեծամասնության պատճառով, բայց սովորաբար ամեն փոփոխություն, չգիտեմ, աճ, ազդեցություն բերում են փոքրամասնությունները։ Բայց հետ գանք Տալեբին, Տալեբը ասում է, որ ստերեոտիպները առաջանում են ծայրահեղ փոքրամասնության կողմից, այսինքն ինչ որ կա ծայրահեղ փոքրամասնություն, որ շատ կտրուկ, շատ անհանդուրժողական վարքագիծ ունի։ Այդ բանն է, minority rule-ն է, Հա, minority rule-ն է, հենց minority rule-ն է։ Կարող է մեր մոտ էլ է minority rule։ Այսինքն ոչ թե հայերի մեծամասնությունն են այդ ինչ որ ստերեոտիպներին ենթարկվում, այլ պարզապես այդ ունենք անհանդուրժողական փոքրամասնություն, որը ակտիվ է եւ որոշ աշխարհագրական հատվածներում տենց անուն է հանել, բայց իրականում հայերը, ինչպես նաեւ մնացած բոլոր ազգերը երևի թե այդ ստերեոտիպները շատ սրտներից մոտիկ չեն տունենք։ Բացարձակ ոչինչ, ոչ մի պատմական սխալ կամ վարքագիծ պետք չի սրտների մոտիկ ընդունել, պետք է կառուցել այն ապագան, որ դու ուզում ես։ Իսկ այն մարդիկ, որ բան, չգիտեմ, կարողանում են ճիշտ իրանց ֆինանսները կառավարեն, չգիտեմ, հարստություն կուտակեն, իրանց մոտ ինչ որ կրկնվող պահելաձևեր կա, որ նման է։ Պոզիտիվիզմ։ Հա։ Հա։ Հնարավորություններ տեսնելը։ Ամեն ինչի մեջ։ Հետաքրքիր է։ Այդ ճկունության ամենամեծ տարրը իմ կարծիքով այդ պոզիտիվիզմն է, որ դու տեսնում ես հնարավորություն, հա, աթոռա կարող է, աթոռից մի հատ է սարքենք, կամ հա, աթոռա կարող է, աթոռը դնենք վարձով, այնտեղ մարդիկ գալիս միշտ հերթ են կանգնում, վարձով տանք, ով ուզում է նստի, գա մի քիչ նստի այդ աթոռը։ Որ պայմանական։ Ինձ թվում է մարդիկ, ովքեր ինքնուրույն հաջողության են հասել ֆինանսական իմաստով, ինչի եմ կրկնում ֆինանսական իմաստով, որովհետև հաջողությունը տարբեր տեսքեր ունի եւ ամենևին պարտադիր չի, որ ֆինանսական արտացոլանք ունենա, հա։ Փողը բերում է որոշակի անկախություն։ Մինչև որոշակի սահման։ Դրանից հետո միգուցե դառնում է նաեւ բեռ, չեմ կարող ասել։ Ես դեռ այդտեղ չեմ հասել, եթե եթե կհասնեմ, կնստենք միասին կխոսենք, կասեմ ինչ եմ զգում, հիմա չեմ կարող ասել։ Թիվ կա, չէ՞, ասում եմ միջև 50-60 միլիոն մի հատ նես թիվ էին հաշվել, որ միջև այդ թիվը քեզ ինքը բերում ազատություն, դրանից են կամ դառնում է բեռ։ Գիտես ինչն է շատ հետաքրքիր, Նյու Յորքում տենց հաշվարկ էին արել, պարզում էր, որ այդ փոքր միլիոնատերերը հիմնականում հանրապետական են։ Այն շատ մեծ միլիոնատերերը Նյու Յորք State-ի մասն է խոսքը, Նյու Յորք քաղաք եւ state։ Այն շատ մեծ միլիարդատերերը ավելի դեմոկրատ էին ընտրում։ Հետաքրքիր է։ Ես տեղ տեսություն ունեմ, բայց հիմնավորված չի ինտուիտիվ ինչ որ բան, ինձ թվում է պարզապես այդ շատ վերևի խավը քաղաքական էլիտայի հետ ոչ շուկայական հարաբերությունների մեջ էր ընդամենը դրա համար իրենց դեմոկրատները ավելի են ձեռ տալիս, որովհետև դեմոկրատների դեպքում պետության դերը ավելի մեծ է։ Մեծ է, հա։ Այսինքն պոզիտիվիզմը, պոզիտիվիզմ միանշանակ։ Տեսնել հնարավորություն ամեն ինչում, չվախենալ փոփոխություններից։ Փոփոխության մեջ տեսնել հնարավորություն։ Never miss a good crisis։ Երբեք մի բաց թողի լավ ճգնաժամ։ Հա։ Երևի թե դա իմ պատմության մեջ ես ինչքան առնչվել եմ ֆինանսապես հաջողության հասած մարդկանց, երևի թե դա բնորոշում է շատերին։ Իսկ ձեր կարիերան համարում եք հաջողված։ Ձեր
աշխատանք, work in progress, ընթացքի մեջ է։ work in progress։ Բայց ո՞նց եք սկսել, որ կետից եք սկսել, որ հիմա հասել եք օրինակ CFO-ն հայերենից է ֆինանսական տնօրեն, Ֆինանսական տնօրեն է։ ֆինանսական մեծ բանկի ֆինանսական տնօրեն։ Ու պլյուս նաև դասախոս մենք տենց ենք ծանոթացել։ Այդ բան նարնջի մասին մի հատ անեկդոտ կա, որ ասում է, ինչպես դուք հարս դարձաք։ Ձեր դեպքում մի հատ առա ծախեց, հետո բանը պապանից նշանակեց CFO։ Դե չէ, իմ կարիերան սկսել ինչպես շատ մարդիկ մեր ֆինանսական համակարգում, իմ կարիերան սկսել եմ կենտրոնական բանկում, հա։ Իմ առաջին աշխատանքը եղել էր արխիվի թղթերը համարակալել։ Հետո համակարգիչ դրեցին մեր սենյակում։ Պարզվեց, որ ինձ բերեցին սենց մեծ խաբարով ցույց տվեցին, ասին, էսի Excel-ը սենց կարող ես այս բաները սենց բան անել, ու առաջի этаպում այդ Excel-ը ընդամենը օգտագործում էին աղյուսակներ նկարելու, տպելու ու մեջ ձեռքով գրելու համար։ Հետո պարզվեց, որ ես Excel-ից ինչ որ բաներ եմ հասկանում, սկսեցի ինչ որ կապեր տալ եւ այլն, ինչ որ հաշվետվություններ, որոնք շատ երկար ժամանակ էին խլում, շատ կարճ ժամանակ սկսեցին խլել, ու տենց ինչ որ մակարդակի հասա կենտրոնական բանկում եւ ինձ սկսեց հետաքրքրել, թե դրանից հետո ինչ եմ անելու։ Կար տարբերակ գնալ շարունակել կենտրոնական բանկում եւ գնալ պետական կարիերայի ճանապարհով։ Իմ մի քանի գործընկերներ այդ ճանապարհն էլ ընտրել են։ Ինձ հարազատ չէր այդ թեման, անձնական պատճառներով իրականում։ Իմ հայրը լինելով տենց պետական գործիչ, ես չգիտեմ, իր ճանապարհը տեսնելով ինձ դա հրապուրիչ չթվաց եւ ես որոշեցի, որ պետական ճանապարհով չեմ ուզում գնալ, գնացի Միացյալ Նահանգներ սովորելու։ Որտեղ։ Հովստրայի համալսարանում, Նյու Յորքի Long Island կղզում կա մի հիասքանչ համալսարան, բոլորը իրանց համալսարանները գովում են, չէ՞։ Չէ, իրոք շատ լավ համալսարան էր, ինձ ահագին բան տվեց։ Այդ համալսարանը հայտնի է նրանով, որ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան եւ Ֆրենկ Զարբը, ով եղել է էներգետիկայի նախարար Միացյալ Նահանգներում, շրջանավարտներն են այդ համալսարանում։ Բավականին լավ համայնք էր, ահագին բան սովորեցի, այդ բիզնեսի ուղղվածությունը ավելի խորացավ ինձ մոտ, որոշեցի, որ հա ինձ հետաքրքիր է բիզնեսը։ Հետ եկա Հայաստան ու ֆինանսական համակարգում շարունակեցի փորձել նորարարությամբ զբաղվել եւ տենց ինձ թվում է այդ նորարարության, այսինքն այն նպատակը, որ ես դրել եմ իմ առջև, որոշակի հաջողությամբ կատարել եմ։ Առաջին էներգետիկա մասնագիտացված էներգետիկա ֆինանսավորող կազմակերպությունը։ Առաջին ոչ բանկային կազմակերպությունը ֆինանսական, որ թողարկել է պարտատոմսեր։ Առաջին կազմակերպությունը, որ այդ պարտատոմսերը երաշխավորել է Միացյալ Նահանգների կառավարության կողմից։ Առաջին BNPL-ը Հայաստանում, դա արդեն ուրիշ կազմակերպությունում։ Առաջին թվային վարկը, մոբայլով տրամադրված վարկը Հայաստանում։ Արել են իմ կազմակերպությունները, իմ անմիջական մասնակցությամբ։ Միկրոֆինանս ինչի եմ գնացել, էներգետիկա ֆինանսավորելուց հետո, երբ որ Կասկադ կրեդիտը, Կասկադի թիմը որոշեցին վաճառել Ամերիկային, ես տենց պաուզա վերցրեցի ու հետո հրավերք ստացա։ Մի հրավերքը վերաբերում էր մսամթերքի արտադրությանը ու տենց հարազատները եւ ընկերները մտածեցին, ասեցին, քեզ ասելու են կալված գարիկ։ Մյուս առաջարկը վերաբերում էր միկրոֆինանսներին։ Կար մի փոքր կազմակերպություն եւ առաջարկ ստացան դեղից, որոշեցի ընդունել այդ առաջարկը, հետաքրքիր էր, զարգացնելու տեղ կար եւ իմ կարծիքով եւ թվերով բավականին լավ առաջ տարա այդ կազմակերպությունը եւ սկսել էի թվային տրանսֆորմացիան արդեն եւ մեղրին դարձել էր թվային քաղաք մեր գործունեության հետևանքով, այսինքն այն բացառիկ քաղաքներ, որ ռեստորաններում, վարսավիրանոցներում ընդունում էին մեր թվային
Վճարներ։ չասեմ վճարային, բայց հա մեր BNPL, մեր թվային BNPL-ն էին ընդունում մատուցված ծառայության դիմաց։ Հետո երբ կենտրոնական բանկի նախագահան որոշեց, որ կենտրոնական բանկը որոշակի փոփոխություններ են պետք, ինձ մոտեցան, հրավիրեցին վերադառնալ կենտրոնական բանկ, վերադարձա կենտրոնական բանկ որոշակի քայլեր ձեռնարկեցի եւ հասկացա, որ չէ, երևի ես վերադառնամ մասնավոր հատված, բայց քանի որ կենտրոնական բանկից անմիջապես չէի ուզում վերադառնալ մասնավոր հատված, որպեսզի չստացվի, որ ես մեից թռանդ է, հա, ինչ որ մի հատ նյութ կար, որ սենց էս մարդիկ գնում են կենտրոնական բանկում, գաղտնիքներ են իմանում, հետո գալիս են մասնավոր հատվածում կիրառում են, ազատության կարծեմ նյութներ, բացարձակ իրականության հետ երևի Դիդակտիկ մսամթերքի։ Այո։ Ու մեկնեցի Մալազիա շահույթ հետապնդող մի կազմակերպությունում secondment, այսպես կոչված արտագնա աշխատանքի, խոպան եմ գնացել 6 ամիս։ Շատ հետաքրքիր փորձառություն է, շատ ուրիշ մշակույթ է, այլ հիմնարար տրամաբանության մշակույթ է, ավելի վիճակագրական մշակույթ է եւ ավելի միջինի մշակույթ է, որտեղ մարդիկ ավելի շատ են, եղանակը ավելի քիչ տատանողական է եւ ինդիվիդուալիզմը այդքան մեծ դեր չի խաղում։ Շատ հետաքրքիր էր, հետո առաջարկ ստացա Արջին բանկից ու մեծ հաճույքով ընդունեցի Արջին բանկի առաջարկը, որովհետեւ մեծ հավակնություններ ունի բանկը լինելով ամենամեծ բանկը այս երկրում չի համարում, որ բավարար հասել ենք, նստենք, վայելենք, բացարձակ շատ ավելի արագ տեմպեր են, շատ ավելի մեծ խնդիրներ են դրվում եւ շատ ավելի այդ հավակնությունը նվաճելու, ստեղծելու, հասնելու այդ բանկում կա։ Ու ինձ դա շատ հետաքրքիր էր, ու ես միացա թիմին ու բավականին հետաքրքիր, բազմազան, խայտաբղետ, վերև ներքև աշխատանք է։ Ու կարծում եմ, որ օգուտ ենք տալիս տնտեսությանը եւ առաջ ենք տանում մեր տնտեսությունը։ Այսօր Firebird-ի պայմանագիրն է ստորագրվել։ Հա, այո։ Վարկեք տվե։ Կոնսորցիումով նախ առաջին կոնսորցիումն է, եթե չեմ սխալվում, Հայաստանում, հա։ Եվ Firebird-ի վարկն է ամենամեծ, այո։ Հայաստանի պատմության ամենամեծ վարկն է։ Երևի թե հա։ Մի քանի բանկով։ Մի քանի բանկ եւ Ամունդիագման եւ C կվադրատն են մասնակցել։ Դե խոշորագույն պրոյեկտներ 300 միլիոնի վարկ ենք։ 300 միլիոն։ 300 միլիոն դոլար։ Վաու։ Իրական տարածաշրջանում որոշակի էս գեոպոլիտիկ աշխարհաքաղաքական անհանգստությունների հետևանքով տվյալների շտեմարանների հետաքրքրությունը հատկապես Հայաստանի հանդեպ բարձրացել է, հա։ Այո։ Այս վերջերս այդ թեմով ենք հենց խոսում։ Հա, այդ պրոյեկտը կարա շատ հետաքրքիր լինի Հայաստանի համար, ոնց հասկանում եմ։ Բայց 300 միլիոն լուրջ թիվ է հայկական իրականությունում վարկ։ Իսկ մի հատ լավ խորհուրդ տվեք։ Красная море, знаешь, մի покрасили։ Կոնսորցիումով։ Փողի հետ վարվելու մի հատ լավ խորհուրդ տվեք, օրինակ ինչն է ձեզ օգնե շատ փողի հետ ճիշտ վարվելու հարցում։ Հնարավորություն տեսնելուց հետո անմիջապես գործելը։ Ես կարող եմ ասել իմ թերությունը, ես հնարավորություն տեսնում եմ ու չեմ կենտրոնանում այդ հնարավորության վրա, որպես թերություն կարող եմ ասել։ Երբ որ կենտրոնացել եմ, երբ որ քայլ արել, երբ որ միտքը եղել այ եւ այդ մտքի վրա գործել եմ, բավականին լավ է ստացվել։ Փողը վերաբերվեք փողին որպես գործիքի, եթե ունեք ճիշտ լավ նպատակ, փողը գալու է։ Ստեղծեք արժեք։ Ես փորձել եմ ստեղծել արժեք եւ փողը ընդամենը հաստատել է, որ այդ արժեքը ստեղծվել է։ Շնորհակալություն։ Ձեզ էլ։